Լուսարոտին շարունակում եմ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որ շվաղարոտից մեզ հետ են, եւ բոլոր նրանց, ովքեր որ նոր միացան մեզ, եւ բոլոր նրանց, ովքեր որ հանգիստ քնած են, որովհետեւ վայելում են իրենց արձակուրդը, դուք իրավունք ունեք։ Ու նախանձում եմ դուք ձեր տոմսերը գնել եք, գնացել եք Բալի, գնացել եք, չգիտեմ, հանգստանալու, ծով, ման, բավականին հավեսով վառվեք։ Ու լավ արմով, լավ արևայրուք ստանաք։ Նախանձների մեջ խոսում։ Լավ, գնացինք։ Հունիսի 19-ին ժամը 22:00 Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում Պրեմիերա Wine House Էմի կյանքն անզուսպ մրցավազք է, երաժշտություն, սեր, կախվածություններ, բայց ամենամեծ կախվածությունը Բլեյքն է։ Այս ամենին եւ դրա բեմադրության մասին խոսենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են դերասանուհիներ Ջուլիետա Մարտիրոսյանը եւ Նարեկ Գրիգորյանը։ Բարի լույս։ Բարի լույս, բարի առավոտ։ 9 դերասաններ, որոնցից 2-ը Բլեյքն են, չէ՞, լինելու, եւ 7 Էմի։ Լավ, բայց մի փոքր ավելի sense հետ գնանք։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սուրենին Շահվերդյան, որ այս ներկայացման ռեժիսորին հնարավորություն է տվել սա բեմադրելու ու նույնիսկ փոքր ինչ դետալներին, մանրուքներին տեղյակ եմ, որ ինչն է հետաքրքիր ու գրավիչ, որ ներկայացումը լինելու է 30 հանդիսատեսի համար։ Այսինքն մի փոքր եթե դժվար չի կմանրամասնենք, եթե կարող ենք շակերտներ բացել, հա, այսինքն հանդիսատեսի հետ շատ լայն շփում է լինելու։ Այո, իրականում ներկայացումը նախ սկզբից եղել է մեր դիպլոմային աշխատանքը։ Դիպլոմային ներկայացման համար հրավիրել էինք ռեժիսորին Դավիթ Խալաթյան եւ ներկայացման հանձնումից հետո, արդեն քննությունից հետո մեր կուրս ղեկավ պարոն Շահվերդյանը, ինչի համար շատ շնորհակալ ենք, ներկայացումը մտցրեց թատրոնի խաղացանկ եւ հնարավորություն ունեցանք խաղալու արդեն խաղացանկային ռեպերտուարում։ Ներկայացումը իսկապես 30 հոգու համար է, ինքը կամերայի ներկայացում է ստացվել ու մենք ունենք նույնիսկ փոքրիկ հատվածներ, հանդիսատեսին ենք ներգրավել ներկայացման մեջ, այնպես որ ինձ թվում է իրենց հետաքրքիր կլինի, նաև ավելի իրենց համար միգուցե նորություն լինի, այսինքն այդքան էլ մասնակցություն չունեն, բայց ինչ որ չափով ներգրաված են, այո, ներգրաված են։ Էմի կերպար շատ շերտավոր է, որն էր առաջին զգացողությունը, երբ ծանոթացաք այդ պատմության հետ։ Պատմությանը ծանոթ էինք մինչև ներկայացումը մեր կուրսում բոլորը հետաքրքրված էին Էմի Winehouse, սիրել են մանկուց ու հենց մեր խմբի հետ երբ որ Դավիթը եկավ ասաց որ պետք է Էմի Winehouse-ի մասին բեմադրենք դոկումենտալ ժանրով, բոլորը շատ ուրախացանք ու ինչքանով որ գիտեինք Էմի Winehouse-ին, երևի եռակի այդքան մոտեցանք իր կերպարին, դոկումենտալ փաստավավերագրական ֆիլմեր, փաստեր նայելով, ուսումնասիրելով իր մասին, ավելի մոտեցանք իր կերպարին ու Մենք հանդիսատեսի առհասարակ մարդկանց կողմից մի փոքր կարծրացած մտածելակերպ ունեն իր մասին, փորձել ենք ինչ որտեղ փոխել մարդկանց մոտեցումը Էմիի մասին ու իրան մի փոքր այլ կողմից ներկայացնել ոչ միայն այն Էմիին, որին մարդիկ գիտեին, այլ այն Էմիին, իրական Էմիին, այո, իր կյանքը, իր թուլություններով հանդերձ։ Դեք 2006 թվականին Back to Black-ը որ արժանացավ 5 Grammy, ասենք դա արդեն բավարար է այդ մարդու մասին խոսալը։ Մենք եթերով շատ հաճախ խոսում ենք թմրանյութերի, ալկոհոլի եւ ծխախոտի բացասական ազդեցության մասին ու դա մեր կարևոր թեմաներից է լինում, երբ որ մենք այսպես ասած հորդորում ենք, պահանջում ենք եւ քարոզում ենք, որպեսզի հնարավորինս բոլորը հեռու լինեն սպորտով զբաղվելով եւ այլն եւ այլն։ Այս ներկայացումը իմ կարծիքով շատերը միգուցե ասեն, «Բա ինչու ենք անդրադառնում Էմի Winehouse-ին, չէ՞ որ նա եղել է թմրամոլ եւ այլն եւ այլն եւ այլն»։ Նա ֆանտաստիկ տիպ է եղել իմ կարծիքով ու ըստ իս այս ներկայացումով նաեւ դուք ցույց եք տալու, թե ինչպես նա կործանեց նախ առաջին հերթին ինքն իրեն, կործանեց իր սերը, կործանեց իր տաղանդը, որ ես վստահ եմ, որ մենք հիմա Էմի Winehouse-ի մասին այնքան բան կարող էինք տեսնել եւ լսել, եթե նա ողջ լիներ մեզ հետ։ Որոնք են հիմնական գլխավոր թեմաները, հարցերը, որոնք բարձրացվում են ըստ ձեզ, այսինքն սեր, թե ինչպես կարելի է, չգիտեմ, կործանել ինքդ քեզ, որոնք են թեմաները։ Իրականում հենց թեմաներից մեկը դուք նշեցիք, ես շարունակեմ, հենց այդ թմրանյութերի վատ ազդեցությունն է, սկզբից մտավախություն ունեինք, որ միգուցե հանդիսատեսի կողմից այլ կերպ կընկալվի որպես պրոպագանդա, ու փորձերի ընթացքում անընդհատ մտածում ենք, ոնց այդ չանցնենք սահմանը այնպես, որ մարդիկ հասկանան, որ մենք ոչ թե պրոպագանդում ենք, այլ փորձում ենք ցույց տալ, թե նույնիսկ այդպիսի լեգենդար երգչուհու հետ թմրանյութերը ինչպես կարող են ազդել, եւ ռեժիսորի մոտեցումը
ներկայացմամբ ու նաև սցենարի մեր դրամատուրգը Սարան Նալբանդյան, այնպես իրենք շատ զգույշ են, այսպես ասած, դիպչել այդ կետերին, որ հանդիսատեսը հակառակը ներկայացումից հետո ասում էին մենք ինքներս հասկացանք այդ ինչ վատ է ու բոլորը հետո ուզում էին նայեն Էմիի մասին ամեն ինչ, արդեն ովքեր ճանաչում էին Էմիին որպես դեր ասած թմրամոլ երգչուհու, փորձում են իրան ուրիշ կողմից բացահայտել։ Մյուս գլխավոր կետը սերն է, իրականում մենք շատ հաճախ ասում ենք, որ սերը հիասքանչ է, սերը փրկում է եւ այլն, բայց Էմիի կյանքում սերը լրիվ հակառակ էֆեկտն է ունեցել եւ բայց փորձում ենք նաեւ Բլեյքին արդարացնել, ոչ թե արդարացնել, այլ չմեղադրել միայն Բլեյքին։ Իրականությունը ավելի շատ։ Հա, տալ երկուսի կողմից, այսինքն ոչ թե հենց Բլեյքն էր պատճառը, մեզ մոտ սերն էր, այն սերը, այն թունավոր սերը, որ իրենք ունեին, սերը կործանեց։ Իսկ մյուսը իհարկե դա Էմիի լեգենդ լինելու փաստն է, փորձում ենք ինչքան կարող ենք Էմիին ցույց տալ իր հրճակը իր ամբողջ աշխարհում, իրականում Հայաստանում այդքան էլ նրան չեն ճանաչում այնպես ինչպես ամբողջ աշխարհում, բայց երիտասարդների շրջանում Էմին բավականին սիրված է ու հենց երիտասարդների մոտ հետաքրքրություն է առաջացնում մեր ներկայացումը, բոլորը սպասում են, ուզում են դիտել։ Դուք մի փոքր չհամաձայն եք դες հետ, որովհետև միգուցե կլինի ինչ-որ սերունդ, որը որ ծանոթ չի կամ չի սիրում Էմիի գործերը, բայց մեծ ամուսնությունը իմ շրջապատում համենայն դեպս բոլորը գիտեն Էմիին եւ լսում են Էմիին։ Գիտեն Էմիին, բայց գիտեն ինչ-որ մակերեսորեն այդ կողմից գիտեն 1-2 երգ Էմի, մենք էլ ծանոթ ենք Էմիին, բայց այնպես ինչպես ուսումնասիրեցինք ու ծանոթացանք իր հետ, այդպես չգիտեինք։ Իսկ որ տեսարանն է ամենաբարդ հուզական առումով եւ ինչու։ Հուզական առումով ամենաբարդը երևի մեր դերասանուհիներից մեկի Արաբաջան Մարինեի տեսարանն է, ամենավերջին տեսարանը, երբ որ Էմի Ուայնհաուսը արդեն չէ, դե չեմ բացում, բայց իր կյանքի վերջին շրջանն ենք ներկայացնում, թե ինքը ոնց է վերապրում այդ լավ, ես նաև հասկացել եմ, որ 7 Էմի է լինելու, այսինքն ուրախ, տխուր, երջանիկ Էմի, զայրացած Էմի, հաջողակ Էմի, պարտված Էմի, ճիշտ ենք։ Ավելի շատ մենք եկել ենք Բլեյքի հետ ծանոթությունից մինչև իր կործանումը ու բաժանել ենք իրեն 7 փուլի, 7 աղջիկ ենք, 7 փուլի ենք բաժանել։ Ես խաղում եմ օրինակ ծանոթ հենց ամենասկզբի տեսարանից։ Ու իրեն հենց այդպես է ցույց ենք տալիս այդ իր կործանարար կյանքը, թմրանյութերի ազդեցությունը, ինչպես նաև այդ սիրո կործանարար ազդեցությունը հենց այդ սկզբից մինչև վերջը ոնց է գնացել։ Բավականին sense Նաև մյուզիկա լինելու ընթացքում։ Այո, մենք երգելու եք, եթե չեմ Այո, մենք երգելու ենք, ընթանի կատարմամբ երգելու ենք, նաև նպագելու ենք ներկայացման ժամանակ հնչելու են Էմիի երգերը, դե թե որոնք կգան հանդիսատեսի երգի մանան։ Բայց ձեր մեջ կան դերասանուհիներ, ովքեր, չգիտեմ, երգչուհու կրթություն ունեն կամ Ունենք երգչուհիներ, ովքեր ունեն պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն եւ ունենք մնացածս արդեն թատերական ինստիտուտում են վոկալ անցել ենք եւ մեզ մոտ ստացվեց երգել, նույնիսկ ներկայացումից հետո մարդիկ ասում են ինչ զարմանալի է, որ բոլորը երգում են, որովհետեւ մենք բոլորով երգում ենք։ Back to Black երգը ով է երգում։ Սկսում եմ ես, շարունակում են աղջիկները։ Դու ո՞րն ես սիրում Էմի գործը, թե ես խմում։ Բոլոր գործերը դե Back to Black-ը իր այո։ Իսկ մի հարց, ինչով է այս ներկայացումը տարբերվում այսօրվա թատերական առաջարկներից եւ ինչու հանդիսատեսը չպետք է այն բաց թողնի։ Մեր ներկայացման ֆորմատն է իրականում մի փոքր տարբերվում, նախ հենց այն, որ մենք խաղում ենք շատ քիչ հանդիսատեսի համար, կարելի ասել ինտերակտիվ ներկայացում է ու հանդիսատեսը իրեն զգում է ներկայացման մի մասը, բայց այդ մեր ներկայացումը դոկումենտալ դրամա է, այսինքն ընթացքում մենք նաև հանդիսատեսի հետ ենք շփվում, խոսում ենք հանդիսատեսի հետ, մենք ունենք նույնիսկ տեսարան, որ հարցազրույցի տեսարան է։ Հետո կարծում եմ պետք չէ բաց թողնել հնարավորություն տեսնել ու ճանաչել այն հռչակավոր երգչուհիներից մեկին, որի մասին շատ քիչ պատկերացումներ ունենք։ Եվ իրականում բավականին լավ ժամանցային ներկայացում է, ինչով էլ պայմանավորված է մեր տարօրինակ ժամին խաղալը։ Մենք կարող ենք օրինակ գալ, թե արդեն Տոմսոնը սպառված։ Կարող եք հունիսի 19-ին, կարող եք ժամը 10-ին համենալ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն եւ տեսնել։ Ցավոք սրտի Էմին այն արտիստներից է, ով դասում է 27-ի ակումբին, հա, Կուրտ Կոբեյնն այնտեղ նաև։ Ինչ եք կարծում, որ օրինակ այս ամենից հետո իհարկե վստահ եմ ֆանտաստիկ ստացված կլինի ձեր մոտ, որ արտիստին նույն ֆորմատով կուզեիք, որ անդրադառնային։ Ձեր նշած Կուրտին, բայց մենք դե ցավոք չենք կարող Կուրտ Կոբեյն խաղալ։ Դե միգուցե Կուրտ Կոբեյնի կյանքում կլինեին կանեք, ովքեր դուք կարող եք մարմնավորել։ Միգուցե իրականում այո շատ կուզենայի, որ
տեսեք դուք ասում եք իրենց ճանաչում են, բայց Հայաստանում բավականին քիչ են իրենց ճանաչում ու հենց վատ կողմից են ճանաչում, հա ուղղակի թմրամոլ երկիչ է կամ թմրամոլ երկչուհի է, բայց կցանկանայի, որ այդ մարդկանց կյանքի ողբերգությունը, այսպես ասած, իմանային ու հասկանային, թե ինչի են իրենք այդ ճանապարհով գնացել։ Հենց Կուրտ Կոբեյնը կամ եթե չեմ սխալվում, Ջիմի Հենդրիքսն էլ է 27-ից իրենց մասին կցանկանայի լիներ։ Ես անձամբ կգնայի այդ ներկայացումները, եթե նույնիսկ չխաղայի։ Բայց ես նաև կարծում եմ, որ այս ներկայացմանը բացի այն, որ հանդիսատեսը ել ավելի իրական Էմի Ուայնհաուսի մասին ինչ-որ բան կիմանա կամ կծանոթանա, սա նաև հնարավորություն է, որովհետև հասկանալու ինչ-որ բաներ, որովհետև յուրաքանչյուրս էլ հայտնվում ենք կյանքում ինչ-որ պահերի, երբ որ հասկանանք, որ մենք պատրաստ ենք օրինակ հանուն սիրո զոհաբերել ամեն բան բառեզմուն իմաստով ու այդտեղ շատ մտածելու, շատ հարցերի պատասխաններ ստանալու նաև հնարավորություն կլինի, արդյոք։ Այո, իհարկե, որովհետև ինչպես նշեցիք, երբ մարդիկ սիրում են, պատրաստ են զոհաբերել նույնիսկ իրենք անձամբ իրենց, բայց կարծում եմ, որ պետք է առաջինը միշտ կյանքում սիրել ամենաշատը քեզ ու հասկանալ, որ կյանքում դու ունես քեզ ու մնացած բոլորը արդեն երկրորդական են։ Այս դեպքում Էմին այդպես չի արել ու տեսնում ենք, թե ինչպիսի ավարտ է ինքը ունեցել։ Եթե ինքը չսիրեր Բլեյքին իրենից շատ, կարծում եմ ինքը մինչ այսօր կենթանի կլիներ։ Մենք Բլեյքից ընդհանրապես կարելի ասել գրեթե չխոսեցինք, ցավոք սրտի նա իր կերպարմամբ այստեղ չէ։ Դուք ասում մենք խոսեցինք միայն Էմի մասին խոսեցինք, որ բարդ է Էմի կերպարները խաղացողներ, բայց Բլեյքի դեպքում էլ նա ինչու Բլեյքինը երկու դերասան է։ Քանի որ ի սկզբանե բաժանվել էինք 9 հոգու ու երբ որ թեման վերցրեցինք, մեր խմբում 2 տղա էին ու հենց այդպես էլ բաժանվեց, որ երկուսն էլ պետք է Բլեյք խաղան ու իրանք էլ նույն ձև տարբեր իրավիճակներում պետք է խաղան։ Իրա բարդություն, իրանց կերպարի բարդություն որովհետև կարծես ամեն ինչ Բլեյքի որովհետև այո, ամեն ինչ բարդվում է իր վրա ու մենք տեսարան ունենք, երբ Բլեյքը չեմ բացի փակագծերը, չի կարող։ Արդյոք հնարավորություն ունի հանդիսատեսը նայեք պատմությունը այլ կողմից նայել։ Հա մենք սովորենք միայն լսել օրինակ Էմի տարբերակը գիտենք, հա որ Բլեյքն է մեղավոր ամեն ինչ, բայց Բլեյքն էլ իր պատճառներն արդարացումներն ու պատմությունն ունի։ Նայել է մարդ, նայել է ունեցել զգացմունքներ ու շատ բարդությունների միջով նաև նա է անցել, որովհետև իրականում շատ դժվար էր Էմիի կողքին լինել։ Ու ոնց որ ես ձեր արտիստի կողքին լինելը բարդ է։ Հանդիսատեսը կարող է տեսնել նաև Բլեյքի ապրումները, թե ինչպես է զղջում կամ չի զղջում, կհասկանանք արդեն ներկայացման ժամանակ, բայց ասեմ, որ Բլեյքին մարմնավորում են 2 տղաներ, Արեգա Ամիրյան եւ Պաշա Ամիրխանյան։ Նրանք շատ Պաշան նաև 2 կերպար է խաղում եւ նաև լրագրողի կերպար է լրագրող ու մատուցող բարմեն։ Նաև ես վստահ եմ, որ գիտեք, մենք միշտ յուրաքանչյուր ներկայացման ժամանակ խոսում ենք միայն ռեժիսորի, դերասանների, սցենարի, վերջ ու սահմանափակվեցինք, բայց ըստ իս յուրաքանչյուր ներկայացման ժամանակ նաև շատ կարևոր է լուսային հնարավորությունները, դեկորային, որովհետև պատմությունն էլ ավելի ամբողջական են դարձնում։ Արդյոք այս ներկայացմանը մենք կտեսնենք լուսային եւ դեկորային հագեցած փունջ, թե դա այդքան է կարևոր չէ այս ներկայացմանը։ Լուսայինը կարծում եմ կարևորություն ունի, որովհետև մենք շատ ենք աշխատել, որ հենց ստանանք երեկոն, մեր ուզած առավոտը եւ այլն, բայց դեկորային կարելի ասել չունենք համարյա ոչինչ։ Մենք դեկորներ ունենք։ Մենք բեմի ներքևի հատվածում ենք, վերևում մեր պտտվող բեմն է ու դա էլ ենք օգտագործում ու հենց տարածքը այնպիսինն է, որ Էմի հոգեկան վիճակին համապատասխան տեղ է, այդտեղ արդեն ավելորդ կլիներ ինչ որ ուրիշ դեկորացիաներով լցնել է։ Բայց մենք այդ փոքրիկ տարածքում նույնիսկ շատ հետաքրքիր, այսպես ասած, շարժումային հատվածներ ունենք, պարային հատվածներ, որը մեզ հետ բեմադրել է Տոման Այդինյան, իսկ լուսային ձևավորումը, ինչի համար նաև շատ շնորհակալ ենք, արել է Հայկ Աղաբեկյան, ու շատ իրականում շատ հետաքրքիր գեղեցիկ միջավայր ենք ստացել։ Եվ այս ամեն ինչը ինչ ժամանակահատվածում է տեղավորվում, այսինքն ինչքան է տևում ներկայացումը մոտավոր։ Մոտավոր, եթե չեմ սխալվում, տևում է 40։ Չէ, 1 ժամ, նույնիսկ մի քիչ ավել երևի։ Չէ, 1 ժամ, նույնիսկ ավել։ Խաղացանկային է եւ ես վստահ եմ, որ Եթե 19-ին չհասցնենք, երբ կարող ենք հաջորդը։ Դեռ չգիտենք հաջորդը։ Այո, Կարմեն տեղեկանալ Ստանիսլավսկու էջից, դեռ չգիտենք։ Ես ուզում եմ ուղղել իմ վերջին հարցը։
երբեմն ներկայացնում եք իրական մարդու ողբերգական ճակատագիրը։ Ինչպես եք պահպանել հավասարակշռությունը փաստի եւ արվեստի միջեւ։ Իրականում երևի ռեժիսորի օգնությամբ ու դրամատուրգի ճիշտ կառուցված դրամատուրգիա։ Պիեսը գրվում էր հենց մեզ հետ զուգահեռ, այսինքն մենք չունեինք պիես, դրամատուրգը գրում էր պիեսը յուրաքանչյուրիս համար ծանոթանալով մեր կերպարին, մեր խառնվածքին, արդեն հասկանում էր ում ինչ շրջան կարող է տալ, գրում էր մեզ համար պիեսը, Դավիթ ռեժիսորը գալիս էր պիեսով, ասում էր, այսօր ունենք քո տեսարանը, սկսում ենք աշխատել ու այդ փաստերը եւ այդ արվեստի մոտ խառնել ենք իրար, այսինքն վավերագրական, գեղարվեստական դրամա ենք ստացել։ Եթե ուզում եք այդ 30-ից մեկը հենց դուք լինեք, հունիսի 19-ին ժամը 22:00 Տոմսերը նախապես գնում եք վայելում եք Ստանիսլավսկու անվան Պետական ռուսական դրամատիկական թատրոնում, պրեմիերա է Winehouse, ֆանտաստիկ ներկայացում ու շատ հետաքրքիր։ Մենք որքան է փորձեցին շակերտներ բացել, ճիշտ է չստացվեց, դերասանուհիները ունեին այդ իրավունքը չխոսելու, լռելու։ Շնորհակալություն ձեզ։ Հաջողություն եք ձեզ մաղթում։ Վստահ եմ, որ եթե հունիսի 19-ին էլ չհասցնեք, օրեր կլինեն, որ իմ կարծիքով պետք է գնալ, որովհետև շատ գրավիչ է, շատ հետաքրքիր է, ամանավանդ լեգենդար Էմի Վայնհաուսի մասին ենք մենք խոսում։ Մի կտոր կարաս տենց։ We always say goodbye, we words։ Այդքանը։ Սա լույս առավոտին էր, վրացեք կենտրոն հեռուստաընկերության հետ։ Ձեզ լավ։